15-ի մինչ լիստի օրակարգային հարցերին անցնելը ցանկանում տեղեկացնել, որ համաձայն տեղակայության կառավարման մասին օրենքի 66-րդ հոդվածի երկրորդ մասին ես ձեզ ներկայացնում եմ նաև Հարաքար համայնքի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից ներկայացված կանոնադրության, նրանց կողմից ներկայացված ղեկավարը ընտրվել է Լյուդվիգ Գյուլնազարյանը և խմբակցության քարտուղարն է Արաքսիա Վարդանյանը, ինչպես նաև ներկայացվել է նաև ազգային առաջընթաց խմբակցության ղեկավարի կողմից իրենց կանոնադրությունը, ղեկավարն է հանդիսանում Դավիթ Մինասյանը և իրենց քարտուղարն է Մարինե Աբրամյանը։ Առաջիկան, քանի որ մենք ստացել ենք խմբակցության հետ կապված կանոնադրությունների հետ կապված գրությունները վերջի րոպեին, մենք առաջիկա ավականու նիստին արդեն հանձնաժողովների կազմը կներկայացնենք ձեզ և կանցնենք մնացած գործառույթներին։ Իսկ այժմ ներկայացնում ենք համայնքի ավականու որոշման նախագիծը, թիվ 17 Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի ավականու 25 թվականի մայիսի 15-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Օրակարգային հարցերը, ոնց որ բոլորտել ունենք, կարող եք կարծում եմ արդեն ծանոթացած կլինենք։ Եկեք օրակարգը հաստատելու համար ասեք դες։ Ես առաջարկում այսուհետ մենք նիստի վարման կարգ, ընթացակարգը ունենք, առաջարկում եմ զեկույցի համար 5 րոպե տրամադրի, նիստը վարողը, հարցերի համար 1 րոպե, պատասխանների համար 3 րոպե և ամփոփիչ ելույթով նորից զեկուցողը հանդես գա։ Եթե ընթացած ելույթներ կլինեն 3 րոպե ելույթի համար և այդուհետ նիստերը նման բովանդակությամբ կատարենք։ Ավելի մանրամասն և հետաքրքիր ես կարող եմ ներկայացնել նաև զեկույցով իմ առաջարկը։ Չէ, կարիք չկա, որովհետև դա արդեն ավական որոշման կարգը հաստատված է, մենք ունենք կարգով ընթացակարգերը, դրա մասին կարիք չկա հիշեցնել անգամ։ Պիտի Սահարյան, կարիքը կա ինքանով, որովհետև ես նախորդ նիստին եմ եղել, մի քիչ որովհետև բարձր չի սմարտակային։ Բարի, նախորդ նիստին եմ եղել, որ նիստի վարման հետ կապված հարցեր են առաջացել, ինչն է հարցը, որ հարցերի համար պետք է հարց տրվի ավականու մնացյալ անդամներին, հարցեր ունենք թե ոչ, հաջորդ բանը, ելույթներ կան թե ոչ, դա չի պահպանվել, այսինքն եթե ստացվում է սենց, որ ընդունված կարգ կա, այդ դեպքում թե չի պահպանվել, եթե չկա ընդունված կարգը, առաջարկում է կարգը մենք ընդունենք ու այդուհետ նիստերը տենց վարենք, որովհետև օրինակ զեկուցող հարցի շուրջ հնարավոր են նաև ելույթներ լինել, նիստը վարելուց մենք պետք է նաև հարցնենք ավականու մնացյալ անդամներին, թե ովքեր ունեն ելույթներ ու ելույթների համար անվանում օգտարարել։ Շնորհակալություն։ Իսկ այժմ հարցի նկատմամբ հարցեր կապված ունենք հարցեր, ելույթներ, կարող ենք օրակարգը ընդունել, խնդրում եմ քվեարկությամբ հաստատել։ Որոշում ընդունված։ Հաջորդ հարցի համար օրակարգային թողամասը Փարաքար համայնքի սեփականություն ճանաչելու մասին կզեկուցի Հակոբ Միքայելյանը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 655 որոշման երկրորդ հավելվածի 35-րդ կետի պահանջներով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 20-ին տրված բնքի նկատմամբ իրավունքի պետական գնացման վարույթը հասցնելու մասին թիվ K2003-2025-04-0 որոշումը Փարաքար համայնքի ավականի որոշումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 100 վարչական սահմաններում գտնվող 04-001-051-034 կադաստրային ծածկագրով 0.00-4217 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության կողմամասը համարել Փարաքար համայնքի սեփականությունը։
Բայց հաջորդին կներկայացնենք այն։ Մյուսը Հարցեր ունենք այս որոշման նախագծի հետ կապված։ Ինչի մասին է խոսքը։ ինքը համայնքային հողը նախկինում համայնքի ղեկավարի դրությամբ լինում է ճանաչել նոր օրենքով պետք է ավականին իր համաձայնություն տա, որ յուրաքանչյուր համայնքային քույր գրանցվի համայնքի անունով։ Ելույթներ ունեցողներ ցանկացողներ կա։ Հարցեր ունենք քվեարկության։ Ովքեր են կողմ։ Որոշում ընդունված։ Հարցի մեր օրակարգային հարցի 3-րդ հարցը Բողամասը Փարաքար համայնքի սեփականություն ճանաչելու մասին զեկուցող Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 680 որոշման ելույթ հավելվածի 35-րդ կետի բաժանելով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 4-ին տրված օրենքի նկատմամբ իրանքի պետական գրանցման վարույթը դասեցնելու մասին համարկայքի 04-02025-04-004-024 որոշումը Փարաքար համայնքի ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեր գյուղի վարչական սահմաններում գտնվող 04-039-039-00006-X կադաստրային ծածկագրով 0.0096 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելավ գործառնական նշանակության հողամասը համարել Փարաքար համայնքի սեփականությունը։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պայից։ Հարցեր ունեք։ Օրինակ դեպի որ արտադրում, հա։ Արևաշատ գնացող ճանապարհի խաչին չհասած։ Արևաշատ գնացող ճանապարհի խաչին չհասած։ խաչինը չասած։ Տարածքը Մուսալերի վարչական տարածքը։ Իսկ տարածքն է, որ մենք որոշել ենք ենթակային տեղադրենք։ Հա։ Էլեկտրոցանցի հետ համաձայն Միամոռանալստան, քարվե կադաստան։ Հիմա մենք վկայական ենք անում, որովհետև ենթակայում տեղադրենք։ Հետագան արդեն որոշի ավական։ Բայց ուստի ենթակայան չկա, կա ենթակայան։ Չէ, դուլա, ուժեղացնում եմ։ Իսկ պարոն Գրալյան, միացնեցած, մենք դիտել մեր այդ էլեկտրոցանցի ղեկավարության հետ այցելել ենք և 10 ենթակայանի տեղ ենք որոշել։ 2 հատ Մուսալեր, մի հատ Արևաշատ և 7 հատ Փարաքար հայերով համայնքներում։ Իսկ մնացած այդ ենթակայանի տեղերի հատկացման ինչ ուղում է։ Վկայական միջամը։ Վկայական։ Այս մեկն էլ արդեն կհամին, 10 կապով։ Հագելի ավականն է շատ կարևոր ծրագիր է, որովհետև էապես կբարելավի Փարաքար համայնքի բնակչությանը մատակարարվող ուսումնքի որակը և տասնյակ սեփական տնամերձ ուղղամասերի միջից և հանրային տարածքներից կհեռացվեն բարձրավոր էլեկտրական լարման գծերը։ Նշված ծրագիրը հեղինակել եմ անձամբ ես պարոն Միքայելյանի հետ և այլն, և խնդրում եմ հետևողական լինել և պարբերաբար ամուսնան մեկ տենց ժամանակապատում տեղեկատվություն ներկայացնում գործընթացի մասին։ Շնորհակալություն։ Երկուքներ ուրիշ։ Հարցը դնում է քվեարկության։ Ովքեր են կողմ։ Որոշում ընդունված է։ Մեր օրակարգային 4-րդ հարցի զեկույցը ելույթ ներկայացնի Հակոբ Միքայելյանը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հաստատների նախագծի այլոց բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ փոփոխություն կատարելու համաձայնություն տալու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին է։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 որոշման հաստատված կարգով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 01-07-0928-2024 դրությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-ա որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային մասնագետների մշակման աշխատանքների համակարգող միջնադերչական հանձնաժողովի թիվ 2/503 դրական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 24 թվականի հունիսի 3-ին դրամշակված 07/09/2020 թվականի ճարտարապետ արտադրության առաջադրանքի նախագիծը միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր 8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավականու 2022 թվականի մարտի 2-ի թիվ 19-ա որոշումը Սամշով ՍՊ-ի տնօրեն Քրիստինե Ալեքսանյանի լիազորված անձ Արտակ Մխիթարյանի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 5636 դիմումը Փարաքար համայնքի
սպրեին սեփականության իրավունքով պատկանող 04-054-000-12-000-72 կադաստրային ծածկագրով 0.9901 հեկտար մակերեսով արդյունաբերական ընդդեմ օգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողատես արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հետագայում առևտրահասարակական կենտրոն կառուցելու համար իսկ 0.042 հեկտար մակերեսով վարձակալության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը թողնել արդյունաբերության ընդդեմ օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության հողատես արտադրական օբյեկտների Երկրորդ հետով տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համացված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի հայրով բնակավայրի գործառնական գոտիում կառուցապատման չափորոշիչների մեջ կատարել հետևյալ փոփոխություն։ Աղյուսակ B2 բնակելի կառուցապատման գոտի 1.1 միջինից բարձր արկայունության հասարակական կառուցապատման գոտի 3-րդ տողի 6-րդ ծնյակի 1-2 վերգետնյա հարկ նկուղային հարկ 12 մետր, փոխարեն կարդալ 1-2 վերգետնյա հարկ նկուղային հարկ մինչև 18 մետր։ Բացառապես 04-004-012-072 ծածկագրող Փարաքար համայնքի հայով մայրաքաղաքային փողոցի տիպ 27-2 ակցիոն գտնվող 0.9901 հեկտար մակերեսով հողամասի համար։ Հանձնարարին համայնքի ղեկավարին կատարել սուգորոշումից բխող գործառույթներ, սուգորոշումը ուժի մեջ է մտնում պահից։ Հարցեր ունեք հարգելի։ Ոնց հասկանում եք, արտադրությունը 12-ից դառնում է 10, այսինքն երկու բար կավելանում է։ Չէ, արտադրությունը նույնն է, բարձր է։ Իսկ այդ բարձրությունը փոխի մնացած ոչինչ չի կանգնելու։ Չէ, այն դատակին, բայց ինքը նորից արտադրական հողեր է, բնակելի հող չկա։ Այսինքն կանգնելու Չէ, Ելույթներ ծովներ ցանկացողներ չկան։ Որոշման նախագիծներ ունեք քննարկության, ովքեր են կողմ։ Որոշումը ընդունված է։ Օրակարգային հաջորդ հարցին անդրադառնում, հարգելի գործընկերներ, Էդգար Հարությունի Մարգարյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը Փարաքար համայնքի ղեկավարին որոշում է Էդգար Հարությունի Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ։ Հարցեր ունեք։ Առաջարկություն Քայանը ներկայանա ինքնակենսագրության ծրագրով, որպեսզի բոլորս ճանաչենք ու Էդգար այս բանը այստեղ է, հանդիպեցեք։ Ձեր հարցերին կարող եք պատասխանել Էդգար։ Դուք հավատում եք համայնքի ղեկավարի տեղակալ լինելու։ Ես առաջարկում եմ, որ դուք մի փոքր զեկույցով հանդես գաք ու համայնքի բնակիչներին առաջնային մանդատ ունեցող ավականու կազմի ներկայացնեք ձեզ ձեր պլանների մասին, հետագա հանդիպումների մասին։ Շնորհակալություն։ Խնդիր չկա, ովքեր ինչ ճանաչում գիտեն, ովքեր չէ, ասեմ, ես բավական երկար 9 տարի աշխատել եմ համայնքային ծառայությունում, եղել եմ Վարդանյան համայնքում, երկրորդ կարգի մասնագետից մինչև աշխատակազմի քարտուղար ըստ աստիճանների բարձրանալով կյանքիցս 9 տարի նվիրել եմ համայնքի զարգացմանը։ Հիմա պատրաստվում եմ շարունակել իմ փորձով զարգացմանը աջակցել Փարաքար համայնքին ու եթե ինչ-որ մեկի հարցեր, խնդիրներ, ցանկացած հարցում պատրաստ եմ օգնել, պարզաբանել։ Հարցեր ավելի մանրամասն հետաքրքրում է, կարող եմ ինքնակենսագրական ներկայացնել, ծանոթանալ։ Շատ լավ, արձագանքի մասով։ Պարոն Մարգարյան, շատ ուրախ եմ, որ բավականին տևական ժամանակ համայնքային ծառայապետ եղել ու խնդիրների բնականաբար ծանոթ եք։ Ես հիմա կուզենամ, որ դուք խոսեք ձեր տեսլականի մասին, այդ Փարաքար
նախագիչին դուք ինչ եք առաջարկում, բնական է, որ դուք այսօր ընտրվելու եք համայնքի ղեկավարի տեղակալ, բայց ես կուզենամ, որ դուք ձեր առաջարկությունը ներկայացնեք համայնքի բնակչին, այսինքն ինչ տեսլականով եք դուք հավաքում համայնքի ղեկավարի տեղակալ լինելու։ Պատրաստվում եմ այսպես ասեմ, համայնքի հնգամյա զարգացման ծրագրին սերտ աջակցություն ունենալու, մասնակցություն ունենալու ու զարգացման ծրագրի երբ որ պատրաստվելու ինքը ներկայացվի հավաքանու հաստատմանը, ամբողջությամբ պաշտպանելու եմ այդ քարտուղարը, զարգացման ծրագիրը եւ իմ բոլոր գիտելիքներով, փորձով, հնարավորություններով աջակցելու եմ, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը կատարածվի։ Ես գիտեմ, որ նա հնարավորություններ ունի ավելի բարձր եւ այլ տեղեր աշխատել, բայց նա որոշել է ելնել համայնքին իրան, դա շատ ողջունել է պարոն Մարկարյան, ձեզ հաջողություն ձեր պատասխանատվի եւ այլ աշխատանքին։ Շնորհակալություն։ Խնդրում եմ եկեք քվեարկենք, ովքեր են գոհ։ Որոշում ընդունված։ Ձեզ շնորհակալություն։ Մեր հաջորդ հարցը վերաբերվում է բարեկարգման տնօրինությանը, հարգելիներս, Փարաքար համայնքի բարեկարգում տնօրինությունն անվանակոչվելու եւ կառավարությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Ինչպես գիտեք բոլորս, բարեկարգման տնօրինության կանոնադրություն 2003 թվականին կազմված էր եւ այդ ժամանակ ուրիշ անվանումով էր հանդես գալիս։ Հիմա փոփոխությունը կատարվում է բարեկարգման տնօրինություն բյուջետային հիմնարկ անվանում դառնում եւ նրա կանոնադրությունը ընդհանուր առմամբ փոփոխություն է ձեզ ներկայացված է։ Հարցեր, առաջարկություններ, ելույթներ, եկեք քվեարկության ունին, ովքեր են գոհ, որոշման նախագծն ընդունված է։ Հաջորդ հարցը վերաբերվում է նույն բյուջետային հիմնարկում պաշտոնային դրույքաչափով փոփոխություն կատարելու մասին։ Խոսքը վերաբերվում է վարորդի հաստիքին, որի աշխատավարձը 200,000-ից առաջարկում ենք 300,000, սա այն վարորդներն են, որ մեխանիզատորներ, որոնք որ մենք ստացել էինք համայնքին տրվել էր բարեգործական նպատակներով, այո, զարգացման հիմնադրամից եւ վերջերս այդ մեխանիզմները կանգնեցվել են հաշվառման։ Հիմա արդեն գործարկելու հետ կապված մենք վարորդներ ենք պետք ու որպեսզի աշխատավարձի չափը այնպեսի հավաստի լինի, որ կան ունենանք նաեւ վարորդներ, դրա համար փոփոխություն ենք կատարում 200,000-ի փոխարեն 300,000։ Առաջարկություններ, հարցեր, եկեք որոշման նախագիծը դնենք քվեարկության, ովքեր են գոհ, որոշում ընդունված է։ Ասենք ձեռնպա, գուցե ձեռնպա հատեն արդեն ունենք մեկ ձեռնպա, հա, ոնց որ բացից չի աղջիկներն արձանագրում են կարծում եմ։ Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվում է բարեկարգման տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի թեկնածությունը հավաքության արժանացնելու, այսինքն ձեր հավանությանն եք ներկայացնում, ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով հիմք ընդունելով Աղնակ Եղազարյանի դիմումը եւ համայնքի ղեկավարի առաջարկությունը նշանակելու Հայաստանի Հանրապետության Հարմարավետ մարզի Փարաքար համայնքի աշխատակազմի բարեկարգում տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի հաստիքին։ Ովքեր ելույթ ունեցողներ, հարցեր ունենք, այստեղ է նաև բանինակը, խնդրեմ մոտենակ, բանինակ։ Եթե հարցեր ունենք, բանինակ։ Կարծում եմ բոլորը մեկ ճանաչում եք։ Հարցեր։ Ուզենակ լսել, ասեք ինքուրան տեսնում, որ
որ բարեկություն ասել ասեք։ Չէ, բան չունեմ ասելու, բարի երթ եմ մարդուն, լավ աշխատանք, արդյունավետ աշխատանք, վստահ եմ, որ կկարդարացնի սպասումները, բարենակին վաղուց ենք ճանաչում։ Եկեք արդեն հարցը դնենք քննարկության, ովքեր են կողմ։ Արտենյան չեմ տեսնում։ Լավ, որոշման նախագիծն ընդունված է։ Ընկերներ, օրակարգի վերջին հարցն ենք քննարկման ծրագրերին ներկայացնում։ Որոշման նախագիծ մեր հաջորդ հավաքանու հերթական նիստի գումարման օրվա մասին է։ Այն առաջարկում ենք սահմանել հունիսի 12-ին, ըստ մեր նոր կանոնակարգի ժամը 10-ին արդեն գրված կանոնակարգով մեր նիստերը այսուհետ կացկացվեն ժամը 10-ին։ Այդ կանոնակարգը մենք ենք ընդունել։ Հարցեր։